այդպես կտրուկ հարցադրում, որ մեկ հարց է եղել քննարկվել է, նման մոտեցում չի։ Նկատողություն ստացողների Ոչ, որևէ մեկը չի նկատողության խնդիր այդտեղ չկա, որովհետև դա ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ փորձելու հետագայում ավելի բարեկիր եւ ավելի Բայց դուք ընդունում եք, որ բաց թողումներ ունեցել եք ձեր, այսինքն ձեր խմբակցությունների։ Իհարկե, բաց թողումներից մեկը նա էր, որ արդեն երկու ընթերցում անցած օրենքը, միայն վերջի ընթերցումը, որը ոչինչ չի տալիս, այդտեղ փաստորեն դուրս եկավ, ընդդիմությունը օգտվեց, դուրս եկավ, որ քվեարկությամբ չանցավ օրենքը, չնայած էլի կբերեն բացակայում էին ձեր պատգամավորները։ Խնդիրը հետևյալն էր, որովհետև դա երկու ընթերցումով անցել էր արդեն, երբեք չէին պատկերացնում, որ վերջում կկարողանան միանալ ու քվեարկությանը չմասնակցել, այսինքն եթե մի 6-7 հոգեր մասնակցեին, օրենքը կանցնել դրին։ Հնարավոր է դեր բացակայությունն է պատճառը, որ խորհրդանում հանրապետական խմբակցություն։ Չեմ կարծում, որովհետև բոլորը աշխատում են ավելի լարված, ավելի կայուն, որպեսզի որևէ նման ինտրիգներ չլինի։ Երբ կվերադառնաք աշխատանքի։ Պարոն Սահակյան, իսկ բանակի խնդիրների մասին խոսվեց, նախագահը ինչ ասեց, պաշտոնանկ եղած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն։ Պաշտոնյա ենթարկվածների մասին որևէ խոսակցություն չի եղել։ Բայց թերությունների մասին խոսել է այն բաց թողումների ռազմական գործողությունների շրջանում։ Չեմ կարծում, որ այս պատերազմական ընթացքում այնպիսի բաց թողումներ են եղել, որոնց մասին անընդհատ հասարակությունը խոսում է եւ մտածում է, որ ներսում էլ պիտի խոսացվի։ Զենքը Խնդիրը հետեւյալն է։ Ադրբեջանը զենքը բարձրացրել է, որպեսզի գրավի Ղարաբաղի որևիցե տարածք։ Իսկ այս պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն եւ փաստորեն հարձակումի ինչի շնորհիվ չի իրագործել։ Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանը երեք բացասիճան պաշտոնյաների ազատեց հենց այդ բաց թողումները հաշվի առնելով, այդ թվում նաեւ հետաքրքրության երկրի նախագահն է ոչ միայն ռազմական մասում, այլ ընդհանրապես միշտ էլ հնարավոր է ազատել տարբեր պատճառներով կամ տարբեր առիթներով։ Պարոն Սահակյան, զենքը նոր պաշտոնանկություններ։ Համենայն դեպս նման խոսակցություններ չունենք դեռևս։ Զենքը քիչ է եղել, հետևաբար մենք դիրքեր ենք մեր զենքը լրիվ իր տեղում է եղել, բավականին հագեցված է եղել, դուք բերում եք այն փաստը, երբ խոսքը գնում է 80-ական թվականների զենք, ոչ միայն, միջայլոց 80-ական թվականներին է հիմնականում բոլոր զենքերը, իսկ 80-ական թվականների զենքերը դրանք օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են, առավել ևս մենք որևէ հարձակողական գործողության չենք անցել, որը կկարողանային կանցնել, պարզապես պաշտպանել ենք այն սահմանները, որոնք մեր տիրապետության տակ։ Պարոն Սահակյան, ես այն դեպքն եմ բերում, երբ որ զինվորը բահով էր խփել։ Ես չեմ կարծում որևիցե դիրք են գործել, դուք այն 2-3 տեղերն եք ասում, որը այսպես ասած չէ համարի մեզ համար դիրքեր, բայց նաև պատերազմ է, հնարավոր է նաև երկու դիրքեր գործել, հաջորդ անգամ այդ դիրքերը հետ վերցնես։ Խնդիրը հետևյալն է, պատերազմը ինչի համար Ադրբեջանը սկսեց, չկարողացավ իր արդյունքներին հասնել։ Պարսակյան իսկ Հիմնեն Աղդալյանի հայտարարությունը ծանոթ եք առհասարակ Սերժ Սարգսյանը խոսել դրա մասին։ Որովհետև երեք Լեռնային Ղարաբաղի փաստորեն ազգային ժողովի բնակչությունները նույնպես հայտարարություն տարածեցին։ Որ ասում է պետք է տարածքները մեզ պետք չեն։ Մերը չեն, մերը չեն, պետք չեն, մարդը չի ապրում։ Չէ, ես կարծում եմ երևի ինչ-որ մի բան է ասել, այդպես է պատկերացնում։ Ոնց կարող է տարածքները մերը չլինել։ Ինքն է ասել, ազգային ժողովի նկատմամբ պատգամավորներն նրան անբարոյական։ Ես չեմ լսել, որպեսզի իմանամ ինչի ինչպես է։ Շնորհակալություն։